Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանի եւ Սեդա Գրիգորյանի հետ զրուցելու ենք հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող անհանգստությունների մասին, որն արդեն կարծես թե ձգվում է ամիսներով Թաթուլ, սա ձեր Civilnet-ի հերթական այցելությունն էր սահմանամերձ գյուղեր, գնացել եք տեղում իրավիճակին ծանոթանալու։ Այս անգամ ուզում եմ հարցը ոչ թե գյուղում իրավիճակից սկսել, այլ ինչպես են դիմավորում լրագրողներին, ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեն կամ ունեն արդյոք լրագրողներից ինչ-որ սպասելիքներ գյուղացիները։ Մենք 5 հոգով էինք գնացել, բաժանվեցինք երկու խմբի, ես եւ օպերատորը Եվոր Քարոյան աշխատեցինք մեկ օրվա ընթացքում Մովսես եւ Չինարի գյուղերում, իսկ Սեդա Գրիգորյան մեր այցելու լրագրողներից ֆրանսիացի Գիյոմը եւ Սարգիս Խարազյանը օպերատոր աշխատեցին ներքին Կարմիր աղբյուր եւ Այգեպար գյուղերում։ Այս գյուղերը հավասարապես վտանգավոր են, հավասարապես թշնամու հակառակորդի ափի մեջ են եւ բոլորն էլ գնդակոծվում են եւ ես կարող եմ ասել իմ փորձառությունը, որ այդքան լինելով սահմանամերձ գյուղերում այս անգամ մի հետեւյալին ես առաջի անգամ հանդիպեցի, շատ ագրեսիվ էր մեր նկատմամբ դիրքորոշումը գյուղացիների եւ պայմանավորված էր ոչ թե մեր հանդեպ, այլ ընդհանրապես լրագրող, հայ լրագրողի հանդեպ եւ ես ինչքան հասկացա, հայ լրագրողները, հատկապես պաշտոնական, պետական քարոզչություն իրականացնողները գնում են սահմանամերձ գյուղեր, ինչ որ մարդկանց հետ հարցազրույց են վերցնում եւ այդ ռեպորտաժները տեղավորում են պաշտոնական քարոզչության շրջանակներում, հասկանում եք, այսինքն իրանց համար կարեւոր է ոչ թե իրականությունը ներկայացնելը, ոչ թե գրել, ասել, որ որոշակի խոճապային տրամադրություն կա, որ երեխաները այդ հրթիռակոծությունը սկսելու ժամանակ սկսում են լացել, այդ մասին չեն տալիս եւ տալիս են եւ այս մարդիկ զայրացած էին, ասում են լավ, գալիս եք, ինչ եք անում եւ մեզ ուղակի մի քանի երիտասարդներ մոտեցան եւ այսպես տոնով, որ եթե դուք չեք վախենում, եկեք գնում ենք այն տեղը, դուք պետք է նկարեք, որտեղ կրակել էին Կարմիր խաչի մեքենայի վրա եւ որտեղ կոմբայնի վրա էին կրակել եւ մենք չկարողացանք, մեր արտերը մնացին եւ ես ու Գևորգը գնացինք, ես չեմ կարող ասել, որ մեր մեջ վախ չկար, իհարկե վախ կար, մի քանի ժամ անցկացրեցինք այդ տարածքում, որտեղ ամեն օր ռմբակոծվում է, բարեբախտաբար կրակոցներ չեղան, բայց նաեւ բան իմաստով, նաեւ զգալու իմաստով այդ ամեն ինչը Գիտեք, մի բան է, երբ որ դուք Երևանում խոսում ես ռմբակոծության մասին, մեկ այլ բան է, երբ որ դու գնում անցնում ես այդ տարածքով եւ լրիվ աշխարհն է տարբեր, հոգեբանությունն է տարբեր, ընկալումներն են տարբեր։ Եվ ես միջև Սեդային հարց կտաս, Արփի, եւ ես առաջարկում եմ հիմա մենք լսենք մի քանի մոտ կես րոպեանոց մի այսպես ասեմ կադրեր, որտեղ մենք արել ենք Մովսես գյուղում Երբ որ 2 օր առաջ տեղի ունեցավ այդ 4-5 ժամանոց հրետակոծությունը, այնտեղ աղջիկները ձայնագրել էին իրենց հեռախոսով այդ ռմբակոծությունը բավականին երկար։ Եվ հիմա լսենք այդ կադրերը, եւ որպեսզի հասկանալի լինի նաեւ Երևանցու եւ բոլոր նրանց համար, ովքեր հեռու են, թե ինչ ասել է սահմանում հրթիռակոծություն։ Հիմա դա լսենք եւ կվերադառնանք ստուդիա։ Մենք Տավուշի մարզի Մովսես գյուղում ենք։ Այս գյուղը հետևողականորեն հատկապես վերջին շաբաթներին եւ օրերին ռմբակոծվում է ադրբեջանական դիրքերից։ Այստեղից ադրբեջանական դիրքերը բավականին մոտիկ են։ Այս ընտանիքի անդամները վերջին ռմբակոծությունը ձայնագրել են իրենց հեռախոսով եւ միասին մենք պետք է լսենք, թե ինչ ասել է ադրբեջանական ռմբակոծություն։ Ահա այսպիսի կյանքով են ապրում սահմանամերձ բնակիչները Հայաստանի Հանրապետության։ 1994 թվականին հաստատված հրադադարը, որը անվանվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, Մովսեսում ավելի մոտ է պատերազմին։ Սեդա փաստորեն այս
սռմբակոծությունը, գնդակոծությունը տևել է 3 ժամ, այն ամենը ինչ ես կարողացա, ինչ դուք կարողացաք փոխանցել ձայնագրության միջոցով, իսկապես սահմռկեցուցիչ էր, չեմ պատկերացնում ինչպես է հնարավոր ամեն օր ապրել նման սարսափի ու վախի մեջ, ու հիմա ես պատկերացնում եմ իսկապես սահմանին կանգնած զինվորների ընտանիքների խուճապն ու տագնապն ու անհանգստությունը ու նաև բնակիչների դու ինչ տեսար գյուղում, ինչ իրավիճակ էր, ինչպես են ապրում այս սարսափելի դժոխային պայմաններում, ինչպես են ապրում գյուղացիները։ Սկսեմ նրանից, որ իմ առաջին այցներ այդ գյուղեր ընդհանրապես, ինձ համար այդ գյուղերը ավելի շատ բացահայտել էի Թաթուլի նախորդ ռեպորտաժներից ու հենց դրա համար է ես միացել խմբին, որպեսզի հասկանամ ինչ է նշանակում ապրել այդ վիճակում, տեսնել այդ մարդկանց առօրյան։ Սկզբում գնացինք այգեպար ու անմիջապես հասանք գյուղ, գյուղապետարանի մոտ իջանք, մենք մնացինք այնտեղ տեղացիների հետ զբոսնելու ու երկու քայլ քայլեցինք, տղաներից մեկը ասաց՝ «Այ հեն են ադրբեջանցիների դիրքերը», ասենք ավելի քիչ քան 1 կիլոմետր հեռավորության վրա ու առաջին պահին մենք ինքներս վախեցանք, ինչ է նշանակում այսքան մոտ գտնվել ու թիրախում լինել, բայց ինձ համար ուղեցույց էր, ուղենիշ էր այդ մարդկանց հանգստությունը։ Իրենք այնքան հանգիստ էին այդ պահին, այնքան ինքնավստահ էին, որ մեր անհանգստությունն էլ մաս-մաս անհետացավ։ Իհարկե երիտասարդները շատ ավելի ինքնավստահ են կամ գոնե այդպես ցույց են տալիս, երբ որ խոսում են կանանց հետ, հատկապես կանայք շատ ավելի մտահոգ էին, կանանցից մեկը պատմում էր, որ երեխան ջերմություն է ունեցել եւ այդ պահին ընդհանրապես ցնցումների մեջ է ընկել, մի քանի ժամ չեն կարողացել հանգստացնել երեխային, այսինքն լուրջ առողջական եւ հոգեկան խնդիրների հետ կարող են գործ ունենալ, եթե իրադարձությունները այսպես շարունակվեն եւ ինչին նրանք առերեսվում են արդեն տարիներ շարունակ։ Այդ պարագայում չեմ կարող ասել, թե ես խուճապ եմ տեսել, ոչ, ես նույնիսկ ներքին Կարմիր աղբյուրում երեկոյան մենք անձամբ կրակոցներ լսեցինք եւ մեզ ասացին դա գյուղին չէր ուղղված, դրա դիրքերի միջև էր, բայց էլի, հա, ես պահի տակ տագնապեցի, ես տեսա, որ կանայք արդեն, չգիտեմ, խանութ պան կինը խանութը փակեց գնաց տուն, մյուսը հարևանը ու տնից գնաց տուն, բայց տղամարդիկ էլի մնացին, չգիտեմ, կարտ էին խաղում, զրուցում էին ու այդ հանգստությունը էլի մեզ վարակեց, էլի մենք տագնապի չմատնվեցինք, բայց ինձ համար դա իսկապես սթափեցրեց, որ փաստորեն, այսինքն ես քայլում եմ, ինձ ասում են 2 օր առաջ այստեղ կրակոց եղել է, ես չէի հավատում, բայց երբ որ լսում ես, արդեն սկսում ես զգալ, որ իսկապես վտանգը հենց այդտեղ է։ Թաթուլ, տեսեք առաջի անգամ ադրբեջանական կողմից անընդհատ խախտվում է հրադադարի ռեժիմը, բայց առաջի անգամ է միջազգային կառույցը թիրախավորվում հատկապես Կարմիր խաչը։ Կրակում են Կարմիր խաչի ավտոմեքենայի վրա, սա ինչի մասին է խոսում, կապված է արդյոք Քարվաճառի դիվերսիոն գործողություններից հետո Կարմիր խաչի նկատմամբ Ալիևի հայտարարությունների հետ։ Արփի նախ շարունակեմ Սեդայի ասածին, իրոք հավանաբար խուճապ բառը տեղին չէ օգտագործել, բայց տագնապ կա մարդկանց մեջ։ Մի մասը կարող է ցույց տալ, մի մասը կարող է ցույց չտալ, բայց այնուամենայնիվ մարդիկ մտահոգված են։ Թաթուլ ապրել այդ կրակոցների տակ ու չտագնապել դա հերոսությունից վեր իրավիճակ է մարդու համար։ Ինչ վերաբերում է քո ասածին, հավանաբար ինչ որ կապ կա, որովհետև Իլհամ Ալիևը ամենաբարձր մակարդակով իր ձեռքն է վերցրել այդ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված կամ Արցախում պահվող անդամներին հետ ստանալու եւ ինչպես է տեղի ունեցել դեպքը կապված, երբ որ գնդակոծվեց Կարմիր խաչի մեքենան հենց Չինարի գյուղում, որտեղ ես եւ Գևորգը մոտ 2 ժամ անցկացրեցինք, հետեւյալի հետ դրա մասին էլ այդքան շատ ինֆորմացիա չտրվեց, ուրեմն Չինարի դաշտերը, հացահատիկի այգիները հիմնականում հակառակորդի ափի մեջ են եւ ամբողջությամբ գրեթե երևում են եւ Մովսեսի կոմբայնը, Մովսես գյուղի կոմբայնը բերում են, որպեսզի սկսի հնձել նաև, որտեվ կոմբայնի խնդիր էլ կա, այսպես հարևան գյուղեր են, բերի այդտեղ հնձի եւ Կարմիր խաչն էլ ասում է դե որ դուք այդքան գործ անում եք, մենք էլ կգանք մեր մեքենայով կկանգնենք այդտեղ, որպեսզի ադրբեջանցիները տեսնեն եւ հանգիստ հնձեք, չկրակեն, էլի։ Հենց որ տեսնում են Կարմիր խաչի մեքենային, միանգամից սկսում են գնդակոծել մեքենան եւ ինչ է անում Կարմիր խաչի մեքենան եւ ես սա ծաղրանքով չեմ ասում, որովհետեւ ամեն նորմալ մարդ չի կարող չվախենալ, երբ որ տեսնում է որ իր վրա գնդակական եւ թողնում հեռանում են, չօգտագործենք փախչել վիրավորական բառը, թողնում հեռանում են եւ բնականաբար հայերն են հեռանում, թաքնվում են տարածում եւ միայն գիշերը գնում են եւ առանց լույսերի
կոմբայնը հանում եւ բերում են եւ այսօր այդ արտերը չեն հնձվել։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ այս գյուղերում գիշերը լույս չեն վառում հիմնականում, որտեղ ադրբեջանցիները հենց որ լույս են տեսնում, կրակում են լույսի ուղղությամբ։ Ես մի անգամ նույնիսկ միամտություն ունեցա գյուղապետերից մեկին ասելու ամբողջ Երևանն են լուսավորում, թող բերեն մի քանի հատ փողոցային լույս ձեր մոտ, ասում ինչ ես ասում։ Մի տարի առաջ երկու հատ լույս դրեցինք, հաջորդ իսկ օրը կրակեցին հենց այդ լույսերի վրա եւ լույսեր չունեցա։ Այսինքն թիրախավորում են։ Այո, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կապ կա եւ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանի իշխանությունները ուզում են ասել, որ մեր համար կարևոր չէ կարմիր խաչ կոչված միջազգային կառույցները։ Մենք հայեր ձեզ հանգիստ չենք տալու, ձեր ոտքերի տակ կրակը վառվելու է այնքան ժամանակ, մինչև մենք տարածքները հետ չտանք։ Եվ սա ես ասում եմ ոչ թե ենթադրությունների հիման վրա, ես կրկնում եմ, սա ինձ ասել է համանախագահող երկրի դիվանագետներից մեկը, որը ասում է Իլհամ Ալիևը բացահայտ Սերժ Սարգսյանի եւ մեր ներկայությամբ այս մասին է խոսում։ Տարածքները հետ չտակ, հանգիստ կյանք չեք ունենալու։ Եվ սա այս ռազմավարության, այս շարունակությունն է։ Եվ Թաթուլ ենթադրում եմ Կարմիր խաչը այնուամենայնիվ նոտակ ուղարկի պաշտոնական Բաքվին, որովհետև դե արդեն հայտարարություն էին 3 տարածել, բայց շատ բավականին մեղմեր։ Գիտեք, նաև Կարմիր խաչին մեղադրելն էլ մի չես կարող մեղադրել, որովհետև այդ կազմակերպությունը պետք է բալանսը պահի։ Բավական է, որ մի հատ բառ օգտագործի, որ ադրբեջանցիները կընկալեն, որ սա հայամետ է, միանգամից հասկանալի է։ Բայց ի վերջո թիրախավորել են իրենց աշխատողներին, իրենց մեքենան եւ սա դու խոսեցիր քիչ առաջ խոսեցիր սահմանամերձ գյուղերի երիտասարդների մեկի հետ ինչպիսին է իրավիճակը հիմա։ Այգեպարի երիտասարդներից մեկը, ով մեզ ուղեկցել էր, Արտեմը, մենք համարներով փոխանակվել ենք, որպեսզի կարողանան կապի մեջ լինել եւ մեզ միշտ լուր տան, եթե հանկարծ ինչ-որ բան պատահի, քանի որ նշեցի ներքինում արդեն կրակոցները լսել ենք եւ այնտեղ բոլորն էլ ասեցին, եթե այստեղ լսվում է, ուրեմն Այգեպարում հաստատ եղել է կրակոց, որովհետեւ հենց ամենամոտ գյուղը Այգեպարն է, Արտեմն էլ ասեց, որ այո, ինչ որ կրակոցներ եղել են, բայց հավանաբար եղանակային պայմանները, քանի որ վատացան եւ արդեն ամպում էր, շարունակություն չի ունեցել, բարեբախտաբար կրակոցները այս գիշեր եւ այսօր դեռ չեն եղել։ Շատ լավ, եւ Թաթուլ հիմնականում ինչ զենք են օգտագործում եւ ինչ հաճախականությամբ են խախտում հրադադարի ռեժիմը։ Երբ որ գյուղացիների հետ խոսում եմ, նրանք ասում են հետեւյալը, որ հրադադարից հետո ընդհանրապես 94 թվականի այդ անժամկետ հրադադարից կամ զինադադարից հետո համեմատաբար հանգիստ է եղել։ Կրակոցներ եղել են, բայց երբ որ մոտեցել ենք սահմանին, մշակել ենք մեր հողամասերը եւ շատ մոտեցել ենք, այդ ժամանակը եղել։ Իհարկե, այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են սպանվել սահմանամերձ այս գյուղերում, բայց այնուամենայնիվ այս վիճակում չի եղել, երբ որ ասենք 4-5 ժամ հրետակոծվի եւ նաեւ նրանք ասում են, որ արդեն սկսում են օգտագործել միջին եւ միջինից բարձր տրամաչափի զենքեր, նոր զենքեր, նոր ձայներ են լսում եւ ես ռազմական փորձագետ չեմ, հավանաբար փորձագետները կասեն, բայց այն ձայները, որ մենք լսում ենք, սա արդեն խոսում է այն մասին, որ սրանք միջինից բարձր գուցե տրամաչափի զենքեր են, որոնք արգելված են օգտագործել խաղաղ ժամանակ բնակավայրը ռմբակոծելու ժամանակ։ Ինչքան ես հասկանում եմ, եթե մի քայլ էլ առաջ գնան կողմերը եւ ես կասկած չունեմ, որ հայկական կողմն ռմբակոծում է, իհարկե գնդակոծում է, պատասխան է տալիս եւ այդպես է լրացնում ադրբեջանական կողմին, հաջորդ քայլը հավանաբար նորից կլինի գրադ կայանքների օգտագործումը, որը սարսափելի զենք է։ Այսինքն սա այն զենքն է, երբ որ օգտագործում էին կողմերը քաղաքացիական այդ օբյեկտներին թիրախավորելու ոչնչացնելու եւ դրանից էին, որ տասնյակ հարյուրավոր խաղաղ բնակչություն մենք կորցրեցինք պատերազմի ժամանակ, ես նկատի ունեմ հենց խաղաղ բնակիչների շրջանում։ Եվ սա, գիտեք, սա չգիտեմ, ես միշտ մտածում եմ, որ ինչքան էլ որ ես հայտարարեմ եւ ես համարեմ, որ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը իշխանության են եկել ապօրինի ճանապարհով, ոչ ընտրությունների ճանապարհով, կեղծել են ընտրությունները, բայց այնուամենայնիվ դե ֆակտո այս մարդիկ են իշխում երկրներում եւ ես կողմնակից եմ եւ ես շատ կուզեմ, որ հրատապ հանդիպում կազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով, սա կլինի մի քիչ այս վիճակը հանդարտեցնելու։ Հիմա տեսեք, մենք հիմա խոսում ենք, քիչ առաջ հաստատվեց, որ եւս 2 զոհ ունենք մենք Ղարաբաղում։ Ղարաբաղ ադրբեջանական գծի վրա տեղի ունեցել դիվերսիոն հարձակում, հակառակորդին հետ են շպրտել,
ունեցել է զոհեր, բայց մեր կողմից նույնպես 2 զինվոր Այո, ես կարծում եմ արփի, որ այս այն պահն է, որ շտաբ պետք է կազմակերպվի եւ նաեւ միջազգային հանրությունը, համանախագահող երկրները ինչ որ իմաստով փորձեն կողմերին նստեցնել զուտ հանդիպման համար։ Մենք հասկանում ենք, որ այսօր խաղաղության մասին խոսելը անիմաստ է, լուծման մասին խոսելը անիմաստ է, կարծես թե կողմերը պատրաստվում են ինչ որ մի պահի պատերազմին, բայց այնուամենայնիվ պետք է այս վիճակը, այս լարված վիճակին ինչ որ իմաստով, այսպես ասեմ, լուծում տրվի գոնե ժամանակավոր։ Շատ լավ, շնորհակալություն այցելության ու մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։